Ոչ ոքի անտարբեր չի թողել երկուամյա Տիգրանի անհետացման ցավալի դեպքը: Արդեն մեկ շաբաթ է ողջ հասարակությունը, սկսած հայտնիներից մինչև հասարակ քաղաքացիներ, մեկ մտքի ու աղոթքի մեջ են՝ փոքրիկի գտնվելու ու նրա փրկության հույսով: Սոցիալական ցանցերում օրըստօրե ավելանում են կոչերն ու աղոթքները, մարդիկ միավորվել են մի ցավի շուրջ: Դերասանուհի Անահիտ Մանուկյանն էլ իր սոցիալական էջերում անդրադարձել է այս ողբերգական դեպքին, գրելով. «Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով: Էն ինչ անբացատրելի ա մարդու կողմից կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա: Չգիտեմ ինչի էսօր էմոցիաներս պիկին հասան: Ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք, խնդրանք հղենք Աստծուն: Հրաշքներ լինում են: Ծառայողներից մինչև կամավորներ, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ»: Նրա գրառման տակ հարյուրավոր օգտատերեր արձագանքել են նույն հուզումով, հույսով ու հավատով լի աղոթքներով: Մարդիկ գրում են, որ չեն ճանաչում Տիգրանին, բայց նա դարձել է բոլորիս երեխան, բոլորիս հոգսը: Այսպիսի համախմբվածություն վաղուց չէր եղել: Բոլորը սպասում են լուրի, փրկության, հույսի, հրաշքի: Կարմիր կիրակի, Սուրբ Պատարագ Կեչարից վանքում Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչարից վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի Կարմիր կիրակի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ Քահանա Սահակյանը: Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները: Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտափույթ և ողջ գտնվելու հավատով: Մայիսի 12-ին Կարմիր կիրակիի տոնական օրը Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչարից վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ևս մեկ անգամ դարձավ ոչ միայն աղոթքի տուն, այլ նաև հույսի ու համախմբման կենտրոն: Հարյուրավոր հավատացյալներ էին համախմբվել Սուրբ Պատարագի շուրջ, բերելով իրենց աղոթքները ոչ միայն Քրիստոսի հարության լույսի առիթով, այլ հատկապես Մարմարիկ գյուղում օրեր առաջ անհետացած երկուամյա Տիգրանի համար: Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Սահակ Քահանա Սահակյանը հանդիսապետությամբ Կոտայքի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի: Ներկաների շարքում էին նաև փոքրիկ Տիգրանի ծնողները ցավով լի սրտերով, սակայն հավատով ու աղոթքով, սրբավայր եկած սպասելով հրաշքի: Տեր Հայրը պատարագի ժամանակ հիշեց Տիգրանին, խնդրելով Աստծուց զորություն, հույս ու համբերություն փոքրիկի ծնողներին, ընտանիքին ու բոլոր նրանց, ովքեր օրեր շարունակ փնտրտուքների մեջ են գետի ափերին, սարերում, ձորերում, բնակավայրերում ու գյուղամիջյան փողոցներում: Տեր Սահակը մասնավոր հիշատակում կատարեց, հորդորելով ներկաներին իրենց սրտերում մշտապես պահել աղոթքը Տիգրանի համար: Մենք չենք թողնի այդ մոմը մարի, մեր աղոթքները չեն դադարի և մենք հավատում ենք, որ Տերը կպարգևի մեզ բոլորիս այդ մեծագույն հույսի պտուղը: Բարձրաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի կարգադրությամբ Կոտայքի թեմի բոլոր եկեղեցիներում արդեն մի քանի օր է պարբերաբար կատարվում են հատուկ աղոթքներ Տիգրանի ողջ ու առողջ գտնվելու համար: Կեչարիսում մատուցված Սուրբ Պատարագն այս աղոթքային ոգով համակցված վերածվեց հուսադրող, խոնարհ աղաղակի առ Աստված ուղղված խնդրանքի, որ այս մանուկի ճակատագիրը լուսավորվի հույսով: Հավատացյալներն, ովքեր ներկա էին պատարագին, սրտառուչ կերպով աղոթում էին, ոմանք մոմ վառեցին հատուկ Տիգրանի անվամբ, ոմանք արտասուքով լսում էին սաղմոսները և շատերը պարզապես լռությամբ դիպչում էին եկեղեցու սյուներին, հոգում խնդրանքով միայն մեկ բան՝ տեսնել երեխային ողջ և առողջ: Եկեղեցին դարձավ հոգևոր սփոփանքի վայր, ուր հավատը մարդկային վշտին կանգուն մնալու միակ միջոցն էր: Եվ հենց այս օրերին, երբ ամբողջ Հայաստանով մեկ մարդիկ հետևում են դեպքի զարգացումներին, Կեչարիսում հնչող աղոթքը հիշեցնում է՝ մենք մենակ չենք, մեր հուսահատության մեջ և մանուկի ճակատագիրն Աստծո ձեռքում է: Այս հիշարժան Կարմիր կիրակին դարձավ ոչ միայն Քրիստոսի հարության հիշատակի օր, այլև մի օր, երբ հարյուրավոր մարդիկ միաբանվեցին աղոթքի մեկ փոքրիկ կյանք փրկելու համար:
Աստված մենակ չի թողնի, Աստված չի մոռանում ոչ մի արցունք, ոչ մի աղոթք, ոչ մի երեխայի ձայն։ Անցել է արդեն 1 շաբաթ, բայց հույսն ու հավատը չեն լքում մեզ։ Փոքրիկ Տիգրանի լուսավոր հայացքը մեր սրտերում է, մեր աղոթքներում նրա անունը։ Գյուղը, ոտքի, ողջ երկիրը խռոված հոգով ու խորը հավատով։ Փրկարարներ, ոստիկաններ, կամավորներ, բոլորը մի ուժով փնտրում են նրան, աղոթում են նրա համար։ Եվ երբեմն թվում է Աստված լռում է, բայց նա երբեք բացակա չէ, նա մեր ամեն պահի մեջ է, մեր հույսի, մեր լռության, մեր պայքարի, մեր տագնապի ու մեր հավատքի մեջ։ Տիգրանի ծնողներն ամեն օր սպասում են այն հրաշքին, որի համար աղոթում ենք բոլորս։ Եվ եթե մենք բոլորս մի պահ թոթափենք կասկածն ու ամբողջ հոգով, ամբողջ սրտով հավատանք, այդ հրաշքը կարող է իրականանալ։ Աստված մենակ չի թողնի, Աստված ամենից առաջ երեխաներին է պաշտպանում, եւ այսօր էլ մեր աղոթքները միայն մեկն են՝ վերադարձիր Տիգրան, ողջ ու առողջ։ Աստված թողուշ տա Տիգրանի ծնողներին, այդպիսի ցավի առաջ բառերն անգամ կորցնում են իրենց ուժը, երբ ժամանակը կանգ է առնում, երբ հույսն ու սպասումը դառնում են կյանքի ամեն րոպեն, երբ աչքերը գիշեր ու զօր նայում են դռանը, գուցե հիմա գա։ Ոչ ոք չի կարող լիովին ընկալել այն, ինչ զգում են Տիգրանի ծնողները։ Միայն Աստված կարող է տեսնել նրանց ներսում եղած մորմոքը, նրանց քունը զրկված գիշերները, նրանց լռակյաց աղոթքները։ Եվ միայն Աստված կարող է տալ այն ուժը, որ դեռ ապրեն, սպասեն, աղոթեն չընկնելով, չկոտրվելով, չհուսահատվելով։ Այս պահին մեր միակ խոսքն ու աղոթքը պիտի ուղղված լինի Տիգրանի մայրիկին ու հայրիկին. Տեր, պահիր նրանց սրտերը բարի լույսի հույսով, տուր նրանց ուժ դիմանալու, սպասելու, հավատալու, եւ տուր նրանց այդ միակ ու ամենանվիրական խնդրանքի պատասխանը՝ Տիգրանի վերադարձը։ Աստված թողուշ տա նրանց, ոչինչ չի մոռացվել երկնքում, ամեն արցունք գրվում է, ամեն աղոթք լսվում է, Տիգրանին սպասում են, ապրում են միայն նրա վերադարձով։